Ջերմաստիճանին, լավ ջերմաստիճան է ֆուտբոլ խաղալու համար, բայց սաստիկ քամի է։ Նրանք ովքեր այստեղ մեկ անգամ եղել են եւ ֆուտբոլ են դիտել, կարծում եմ կփաստեն, թե ինչ դժվար է ընդհանրապես հետևել խաղին, էլ չեմ ասում ֆուտբոլ խաղալ։ Իհարկե դա մրցակցի համար դժվարություններ կարող է առաջացնել, բնականաբար Նոայի համար եւս դժվարություններ կարող են առաջանալ, բայց Նոան այստեղ սովոր է այս պայմաններում խաղալուն եւ հետաքրքիր է, որ մրցակցի գլխավոր մարզիչը խաղից առաջ ասել էր, որ այնպես չէ, որ նրանք չգիտեն ինչ է նշանակում քամու ուղեկցությամբ խաղալը, իրականում կան բավականին քամոտ շրջաններ այսպես Շվեյցարիայում եւ Սիոնը եւս բնականաբար այսպիսի խնդիրների հանդիպել է։ Թիմերը դուրս են գալիս Վագն Թումասյանի անվան մարզահամալիրի կանաչ խոտածածկ եւ մրցավարները քիչ անց կանցկացնեն պաշտոնական հատվածը եւ կմեկնարկի։ Հանդիպումը ախնդրեմ երկրպագուներ, որոնք եկել են Շվեյցարիայից, գնդակը եւ դարպասապահ մի փոքր անվստահ ցած, բայց հեռացրեց Օշիմա եւ առաջին առեն փոխանցեց Մանվելյանին, դարձյալ Յակոլիշն է ձախ եզրում ստացել գնդակը, բարձրացրեց Յակոլիշը եւ 11 մետր նա հիմա իրավիճակը թելադրողը Ֆերերա թե Ռաչոպի Ուկասուլիչը Ուկա արվածը եւ գոլ Էլդեր Ֆերերան հանդիպման մեկնարկում 5-րդ րոպեին առաջ է մղում Նոային հրաշալի սկիզբ այս դիմակայության համար, ամենայն դեպս մեզ համար եւ Էլդերը հրաշալի արված կատարեց, մրցակցի դարպասապահին ոչ մի հնարավորություն չտվեց եւ հաշիվը բացված է 1-0։ Սա շատ հետաքրքիր խաղ է խոստանում մեզ։ Եվ Մինալի Բոտելին գրավում է դարպաս 1-1, շատ արագ Սյոնը կարողանում է հավասարեցնել հաշիվը։ Ափսոս արագ գրող բաց թողեցինք եւ շվեյցարական թիմը կարողացավ օգտվել ազատ գոտիներից ձախ եզրով այդ գրողը զարգացրին Սիոնի ֆուտբոլիստները եւ Բոտելին, որը բավականին մեծ ապակա կարող է ունենալ երբեմն խաղում էր երկրորդ թիմի կազմում, ճիշտ է չեն խաղաց նրանց հետ, բայց նույն համակարգում եղել են բարձրից փոխանցում եւ Ֆիգերան Ֆերերա բարձրից փոխանցում եւ գոլ գնդակը դարպասում է Գորբավելյան 2-1 Նոան դարձյալ հաշվի մեջ առաջացնում բայց գնահատեք Գուստավո Սանգարեի խաղը Ինչպես անցավ եզրում մրցակցին եւ Ֆիգերան տոնում է այս հաջողությունը թիմակիցներից անկախ, բայց թիմային հաջողություն է սա եւ մենք դարձյալ հաշվի մեջ առաջ ենք անցնում Էլդերն էլ հրաշալի փոխանցում կատարեց դրեց գնդակը թիմակցի գլխին եւ Գոր Մանվելյանի արվածից հետո գնդակը դարպասածողից անդրադառնալով հայտնվեց ցանցում Խնդրեմ կրկնապատկերը, բայց մինչև այդ ինչ էր արել Սանգարեն, Էլդերի փոխանցումը, Մանվելյանը ինչ բարդ հարված կատարեց, իրականում թվում է հեշտ հարված էր, բայց տեսեք, խոտածածկից անդրադարձով եւ դարպասապահ Ռաչոպին գնդակը հանեց այն բանից հետո, երբ այն հատել էր դարպասային գիծը։ Գնդակն ուղարկել Էլդերին, դարձյալ Լազետիչ շուտ ցատկեց Սանգարը դարձյալ Լազետիչ Բոտելի փոխանցում Բատատա միացրեց Մարկինյոսին եւ հեռացնում է Ֆիգերան գնդակը Մանվելյան հարված եւ պատին դիպավ գնդակ չկարողացավ բարձրացնել Մանվելյանը շարունակվում է Ֆերերա Սանգարեն է հարվածում եւ ինչ լավ էր պտտեցրել գնդակը Շարունակում է
Գուստավո Սանգարե Օշիմա Արամ Խամոյանը մնացել է պայստայինների նստարանին, բայց կարծում նրան մենք կտեսնենք աղադաշտում Մանվելյան փոխանցում ձախ Յակոլիշ բարձրացրեց գնդակը և վտանգավոր է և գնդակը հայտնում է դարպասում Այսպես Սիոնը հավասարեց հանդիպման հաշիվը ոչինչ չէր հուշում, որ Սիոնը կարող է տպել երկրորդ պատասխան գոլը և Իլյաս Շուարեֆը հավասարեցնում է հաշիվ Սանգարեն մինչև վերջ Յանքլոնիկի հետ գնաց, բայց ամեն դեպքում նա ասրեց փոխանցում կատարել Մարկինյոսին վերջինս է գնդակն ուղարկեց Տուգանային հրապարակ և տակեն փոխանցում և ձեռքով խաղ չկար շատ ուժեղ դարձյալ ուժեղ 2-2 դիմակայության առաջին խաղը հենց այս հաշվով կավարտվի պատասխան խաղը հիշեցնում է մեկ շաբաթից և բոլոր հարցերի պատասխանները կունենանք այնտեղ լրիվ այլ ելք կարող էր ունենալ այս հանդիպումը հայկական սցենարով էր ընթանում, բայց ամեն ինչ շրջվեց Սիոնի երկրորդ գոլից հետո ավարտված է հանդիպումը 2-2 բայց այս թիմի հետ իհարկե Շվեյցարիայում կարելի է խաղալ և պետք է խաղալ ու պայքարել օրակարգման փլեյօֆ հասնելու համար Շնորհակալ եմ ուշադրության համար այս հեռարձակումը կազմակերպել էր առաջին ալիքը հեռարձակման ռեժիսորը Հարություն Սեմերջյանն էր խաղի ընթացքին ձեզ օգնեց հետևել Արմեն Գարամյանը կհանդիպենք Երեխեք բերեք